Երկրորդ մասն է տեսանյութի, այսպես փորձել եմ առանձնացնել, որպեսզի ավելի հեշտ լինի դիտման համար եւ հարմար։ Մենք խոսում էինք ապակու մասին, ես ասացի, որ սափվիրային ապակի է։ Ապակու մասին պետք է նշեմ նաեւ, որ եթե դուք նկատում եք, օրինակ տեսեք, հիմա ես այսպես պահել եմ, տեսնում եք, որ բեզելի վրա լույսը անդրադառնում է։ Իսկ երբ որ դուք նայում եք ապակուն, դուք չեք նկատում, որ ապակի կա։ Որովհետև երկկողմանի անտիբլիկ կա այս ապակու վրա, այսինքն չի փայլում ինքը ոչ ներսի կողմից, ոչ դրսի կողմից, եւ եթե դուք դրսում օրինակ եւ եթե մաքուր է ապակին, նայեք դուք տպավորություն կստեղծվի, որ կարծես թե ապակի չկա է։ Հիմա չգիտեմ, վիդեոն որքանով լավ է դա արտացոլում, բայց դուք կնկատեք, որ այ հիմա նոր տեսեք, ես բռնեցի լույսը, որովհետև լուսավորումը տարբեր կողմերից է, հիմա նկատում եք, բայց եթե դրսում լինեք, դուք չեք նկատի, որ ինքը ունի ապակի։ Ինչևէ, սափիրային ապակին շատ ամուր է, բայց նորից խորհուրդ չեմ տա դա փորձել, որովհետև ջարդելը այնուամենայնիվ այն հնարավոր է։ Ինչ վերաբերվում է իր տեխնիկական առանձնահատկություններին։ Ну, տեսեք, ես ինչպես ասեցի, սա մեխանիկական խրոնոգրաֆն է L688 կալիբրն է ETA-ի, այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, ուզում եմ հիշեցնել, որ ETA-ն շվեյցարական ժամացույցների մեխանիզմներ արտադրող եւ տրամադրող հիմնական եւ ամենատարածված եւ ամենավորակյալ, ամենահարգված, գնահատված արտադրություն ունեցող ֆիրման է, որը պատկանում է նույնպես Swatch Group-ի եւ Swatch Group-ի գրեթե բոլոր այս սեգմենտի եւ ավելի ցածր, գուցե նաեւ ավելի բարձր ժամացույցների մեջ հիմնականում ETA-ի մեխանիզմներն են։ Կոնկրետ այստեղ այս մեխանիզմը ինքը կոչվում է column wheel, այսինքն column wheel chronograph, այսինքն ռուսերեն օրինակ ասում են կոլոննայի կալիսոյի վրա հիմնված ոնց որ խրոնոգրաֆ կամ կոլոննի կալիսոյով։ Նորից հայերեն ցավոք չեմ իմանում, որովհետև ժամագործ չեմ եւ այդ տերմիններին հայերեն չեմ տիրապետում եւ այն մարդիկ եթե կան ովքեր գիտեն, դա խնդրում եմ մեկնաբանություններում անպայման գրեք, ես էլ ձեզնից սովորեմ, իմանամ, շատ շնորհակալ կլինեմ։ Խրոնոգրաֆները լինում են նաեւ, այդպես ասում են, կուլաչկովի, լինում են մոդուլային, սովորաբար այս տեսակիները ավելի են գնահատվում, որովհետև իրանք համարվում են ավելի հուսալի եւ ավելի լավ ինտեգրացված, մեկ ամբողջական ավելի ճիշտ համակարգ, ի տարբերություն ասենք մոդուլային խրոնոգրաֆների, որոնք ենթադրում են, որ ասենք ժամացույցի մեխանիզմը ինչ որ կալիբր է, որին մի հատ ինչ որ հարմարեցնում, ավելացնում են մի հատ ուրիշ մեխանիկական մոդուլ, որը ժամացույցին ավելացնում է խրոնոգրաֆի ֆունկցիաներ։ Այս կալիբրը նաև հանդիպում է օմեգայի, եթե չեմ սխալվում, Speedmaster-ի մեջ, այսինքն օմեգայի Speedmaster-ը եւ Longines-ի այս Hydro-Conquest-ը նույն ներսում նույն մեխանիզմն է, պարզապես օմեգան շնորհիվ որոշ առանձնահատկությունների գուցե 1.5 կամ նույնիսկ 2 անգամ ավելի թանկ լինի հիմա շուկայում, քան այս մոդելն է։ Ինչևէ, բավականին լավ հուսալի մեխանիզմ է եւ ասում են, որ ETA-ն հատուկ այս մոդելի համար է արտադրել այդ մեխանիզմը։ Դուք այստեղ կարող եք տեսնել վարկյանը ցույց տվող ինդեքսը, այստեղ 30 րոպեանոց կուտակիչն է խրոնոգրաֆի, այսինքն երբ որ դուք միացնում եք խրոնոգրաֆը, այստեղ կարող եք տեսնել քանի րոպե անցել, եւ 12 ժամանոց կուտակիչը։ Օրինակ, ասենք որ 30 րոպեն անցնում է, հետո մի հատ էլ անցնում, մի ժամ էլ լռանում է, դուք այստեղ տեսնում եք, որ ճուկ մի հատ գնաց, մի ժամ արդեն անցավ։ Ես հիմա մի քիչ հետո ցույց կտամ ոնց է դա աշխատում։ Կարող եք տեսնել նաեւ ամսաթվի ցուցիչը։ Ամսաթիվը փոխել դուք կարող եք կամ ձեզ մեծ մասի ծանոթ ձևով, երբ որ փորձում եք ժամը անդադ պատտում եք այնքան միջև մի օրերը անցնեն, բայց ավելի հեշտ տարբերակ այստեղ այս փոքր տեղում հատուկ ինքը մի հատ փուշեր ունի, սխում եք եւ ամեն սխմելուց 1 օր ոնց որ առաջ է գնում, դա ավելի հարմար տարբերակ է։ Մենակ հիշեցնեմ, որ երբ որ դուք ցանկանաք նման բաներ անել ժամացույցի հետ, ցանկալի է, որ նախապես մի հատ սլակները 6.5-ի վրա դնեք, որպեսզի մեխանիզմը չփչանա, որովհետև այն ժամացույցները,
որոնք ունեն ժամը ցույց տալուց բացի ինչ որ նաև ուրիշ բարդացումներ, որոնք վերաբերվում են օր ցույց տալուն, կամ ինչ որ ֆազաներ ցույց տալուն, իրենք կարող են փչանալ, եթե դուք ցանկացած պահի ուզենաք դա անել, օրինակ սովորաբար ասում են երեկոյան, ասենք ժամը 11-ին, օրինակ չարժի անել։ Էլի այդ սպեկտրը մի քիչ մեծ է, բայց չարժի, որտեղ արդեն մեխանիզմը պատրաստվում է փոխելուն այդ օրերը կամ այդ ցուցիչները եւ ցանկալի չի դա անել այդ ժամանակ, այլ կարող եք 6:30-ի վրա մի հատ պտտել եւ նոր այդ փոփոխությունները անել։ Կամ օրինակ ժամը ցերեկվա ժամերին, ժամը 1-ից մինչեւ 4-5 ընկած ժամանակահատվածում, եթե չեմ սխալվում, նույնպես կարելի անել, ով որ ավելի հստակ եւ ստույգ գիտի, կխնդրեմ նույնպես մեկնաբանություններում մեզ հետ կիսվել։ Ցիֆերբլատին կարող եք տեսնել, որ մենակ 12 թիվն է նշած, մնացածը կետիկներով են, ասեմ, որ շվեյցարական պատենտավորված սուպերլումինովան է, այսինքն այդ լույսը կլանող եւ հետո անդրադարձնող տեխնոլոգիան է, որը հենց շվեյցարական է այդ սուպերլումինովան եւ շվեյցարական ժամացույցների մեծ մասի վրա դա է գնում, սովորաբար ամեն արտադրող, հատկապես ոչ շվեյցարական, ինչ որ ունեն իրանց այդպիսի մոգոնած բստրած ինչ որ տեխնոլոգիաներ, որոնք որ կիրառում են։ Տեսեք, ինչ վերաբերում է խրոնոգրաֆին, ինքը աշխատում է այսպես։ Սխմում ենք, վայրկյանաչափը գնաց։ Ու սկսվում է հաշվարկը։ Օրինակ, եթե դուք ուզում եք ինչ-որ ժամանակահատվածները հստակ հաշվարկել, հա, օրինակ դուք շատ հանգ վարձատրվող, բարձր վարձատրվող փաստաբան եք եւ ձեր մոտ վճարը տենց ըստ ժամի կամ ըստ րոպեների, հա, դուք խորհրդատվություն իրականացրեցիք, հետո պաուզա է, պաուզա տվեցիք, գնացիք, ընդմիջեցիք, եկաք, նորից շարունակում եք խորհրդատվությունը, նորից սեղմեցիք եւ այտենց վերջում, երբ որ ավարտում եք արդեն, մի հատ նայում եք ցուցիչներին, րոպեի ու ժամի, տեսնեք որքան ժամանակ եք ծախսել։ Հետո սրանով զբրոս եք անում։ Օպ, սլաքը վերադարձավ։ Տեսեք, նորից ցույց տամ։ Սխմում ենք։ Այսպես վայրկյանաչափը գրում է, տեսեք ինչ սիրուն է գնում, կարելի է ժամերով նայել այս տեսարանին։ Սխմում ենք, կանգնեց։ Մի հատ էլ ենք սխմում, օպ, վերադարձավ։ Բնականաբար, այս բերածս օրինակը մի քիչ կես կատակ, կես լուրջ եմ։ Ինչի է կես լուրջ, որովհետև ամեն դեպքում մարդիկ կան, ովքեր սիրում են օգտագործել ժամացույցները։ Ես էլ եմ օրինակ սիրում։ Բայց բնականաբար իրենք այսօր արդեն 21-րդ դարում, նույնիսկ 20-րդ դարի երկրորդ կեսից էլ արդեն դադարել են լինել այն ինչ որ եղել են ժամանակին, թեկուզ նույն խրոնոգրաֆները, որոնք եկել են ավտոսպորտից մեզ մոտ, կենցաղ, եւ այդ ֆունկցիաները իրականացնելու համար արդեն լրիվ ուրիշ գործիքներ կան եւ միած սմարթֆոնը բավարար է դրա համար, բայց ամեն դեպքում այդ ֆունկցիան կա եւ մինչեւ այսօր էլ նմանատիպ ժամացույցներ արտադրվում են, ասեմ ավելին արտադրվում են եւ շատ ավելի բարդ հաշվարկների համար նախատեսված ցուցիչներով եւ սանդղակներով ժամացույցներ, ինչպես օրինակ Breitling-ի Navitimer սերիան, որը նախատեսված ասենք նավավարության համար եւ այնտեղ անհրաժեշտ ինչ-որ հաշվարկների համար, բարդ լոգարիթմական ինչ-որ բաներ հաշվարկելու, վերհանելու համար, մարդիկ ովքեր ծանոթ են այդ ամենին, կարող են մի փոքր կիսվել, որովհետև ես մի անգամ փորձեցի տենց գլուխ անել, առաջին անգամից լավ չստացվեց, եւ կարծում եմ, եթե մարդ ցանկություն ունենա ամեն դեպքում օգտագործել, գլուխ կհանի ամեն դեպքում, բայց ես ուղղակի տենց հետաքրքրված էի, մի հատ տենց թեթև նայեցի, գլուխ չհանեցի։ Ինչ վերաբերվում է լրացուցիչ նրան, թե էլ ինչ կարելի է այս ժամացույցի մասին ասել։ Ընդհանուր տրամագիծը ժամացույցի 40, ոչ թե ընդհանուր, այլ առանց այս ականջների կնոպկաների 43 մմ է, այստեղից այստեղ տրամագիծը եւ կապված թե ձեր ձեռքի ինչ չափի է, օրինակ իմ ձեռքին մոտավորապես այսպեսի տեսք ունի, իմ ձեռքը 17-18 սանտիմետր է իր չափով եւ այսպես որ նայում ենք, նույնիսկ մի քիչ կարող է որ մեծ է, բայց հաշվի առեք, որ ժամացույցի չափը մեծ է թե փոքր, հաշվարկել պետք է ոչ միայն ձեր այս ձեռքի չափով, այլ նաեւ ընդհանուր ձեր կազմվածքով, որովհետեւ եթե դուք կազմվածքով մի քիչ ավելի թիկնեղ եք, չափերով այդպես փոքր չեք, ապա կարող է ձեռքը ձեր այդքան լայն չի, բայց ժամացույցը ընդհանուր բավականին ներդաշնակ դիտվի, հատկապես հագուստով ներդաշնակ դիտվի ձեր ձեռքին
Եվ կարող է նաև, ասենք, լինել եւ հակառակն էլ կարող է լինել, հա, ժամացույցը կարող է փոքր լինի, բայց միևնույն է, դες կարծես թե նայեք ձեռքին ոնց որ հա լավ է բռնում, բայց ընդհանուր սիրուն չնայվի։ Դրա համար ժամացույցը գնելիս ես խորհուրդ եմ տալիս միշտ ինքնուրույն չէ, կներեք, անձամբ գնալ, մոտենալ, դնել, կապել, զգալ իրան, որտեղ տարբերությունները այն որ նկարով նայում եք կամ թեկուզ տեսանյութով եւ ձեր ձեռքին կարող շատ տարբեր լինի։ Այսպեսի տեսք ունի մոտարպես այս ժամացույցը ձեռքին, տեսեք, բարձրությունը բավականին բարձր է եւ բնականաբար սա դայվերը դուք սա իհարկե մեծ ցանկության դեպքում կարող եք կոստյումով կամ թեկուզ միայն պիջակ վերնաշապիկով հագնել, բայց մի քիչ դժվար կլինի դա դասական տենց բիզնես ոճի մեջ հագնել ու հատկապես դժվար կլինի վերնաշապիկը, որտեղ դուք տեսնում եք ինքը բավականին բարձր է, չգիտեմ ինչ պետք է լինի, որ սենց վրան գա, վերնաշապիկը միշտ այստեղ ճմրթվելու անկնելու արանքները, եթե տենց նորմալ չափերի է, էլի, ստանդարտ չափերի է, կեղտոտվելու, փչանալու նույնիսկ, չգիտեմ, ես երբեմն կապում եմ իրան վերնաշապիկների եւ պիջակների հետ, առանց փողկապի, եթե հագնում եմ, բայց ցանկալի է իհարկե իրանց ավելի շատ պահանջում ինքը սպորտային, ինչ որ սպորտային ոճի հագուստ։ Եթե ընդհանրացնելու, այսպես ավելի ճիշտ ոչ թե ընդհանրացնելու, այլ սամապանելու լինենք, ինչ ենք մենք ստանում այս ժամացույցով, լիքը հույզեր, լիքը հետաքրքիր գիտելիքներ, որտեղ ոնց որ շուտվանից մարքետոլոգները պարզել են, մարդիկ ապրանքը գնելուց հետո էլ ավելի շատ ինֆորմացիա են փնտրում իր մասին ու սկսում են ավելի լավ ճանաչել պրոդուկտը արդեն ձեռք բերելուց հետո, քան միջև, ինչն այս տրամաբանական կլիներ, չէ, որ միջև ձեռք բերելը մենք դա պարզենք, ինչևէ 250 գրամ մաքուր պողպատից ուրախություն ենք ձեռք բերում, որը միայն հաճելի է ու շատ հետաքրքիր տպավորություններ եւ զգայություններ պատճառում մեզ։ Եվ եթե դուք ժամացույցի սիրահար եք, եթե դուք փնտրում եք մեխանիկական խրոնոգրաֆ, ապա այս մոդելը շվեյցարականների մասին է խոսքը, ճապոնականների մեջ չէ, եթե դուք փնտրում եք շվեյցարական խրոնոգրաֆ, մեխանիկական, ոչ նոր, բոլորովին նոր ինչ որ արտադրության ֆիրմայի կամ ոչ ինչ որ no-name-ի, ապա սա ամենահարմարն է իր գին որակ հարաբերակցությամբ, միջազգային ռիթեյլը իր կազմում է մոտարապես 2700 ամերիկյան դոլար, ձեռք բերել կարող եք եւ կայքով, Լոնժինի կայքով եւ Հայաստանում կա ներկայացություն խանութների ցանց, ով որ ներկայացում է Լոնժինի արտադրանքը եւ կարող եք ձեռք բերել այդ խանութներից էլ չլինելու դեպքում պատվիրել նույնպես կարող եք։ Ձեր շնորհակալություն դիտման համար, շնորհակալություն, որ կես ժամ տրամադրեցիք մոտարապես ձեր կյանքից եւ այս երկու մասից բաղկացած ռիվյուն նայեցիք, ձեզ լիքը լավ ու հետաքրքիր ժամացույցներ եմ մաղթում, լիքը դրական հույզեր ժամացույցների հետ կապված եւ ոչ միայն ժամացույցների հետ կապված, ձեզ հրաշալի օր, սիրեք ժամացույցներ, կրեք ժամացույցներ, կիսվեք պատմություններով ժամացույցների մասին։ Առայժմ